Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն Podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Այսօր մեր թեման կոչվում է ամենահեշտ բարի գործը, որը կարող ես անել այսօր։ Այսքան ժամանակ մենք խոսել ենք շատ տարբեր թեմաների մասին։ Խոսել ենք ջուր թողնելու կարևորության մասին, աղբը ճիշտ նետելու մասին, վիրավորված կենդանիներին օգնելու, երեխաներին ճիշտ վերաբերմունք սովորեցնելու, կենդանիներին չվախեցնելու եւ շատ այլ բաների մասին։ Եվ եթե նկատել եք, այդ բոլոր թեմաներն ունեն մեկ ընդհանուր բան։ Դրանցից ոչ մեկը հերոսություն չի պահանջում։ Երբ մարդիկ մտածում են կենդանիներին օգնելու մասին, հաճախ պատկերացնում են մեծ նվիրատվություններ, ապաստարաններ կառուցել կամ տասնյակ կենդանիների փրկել։ Իհարկե դրանք կարևոր գործեր են, բայց իրականությունն այն է, որ կենդանիների կյանքը հաճախ փոխվում է շատ ավելի փոքր գործողություններով։ Մի ամանջուր շոկ օրը, մի հեռախոսազանգ վիրավորված կենդանու համար, մի երեխայի սովորեցնել, որ չի կարելի քար նետել կենդանու վրա, մի տոպրակաղբ ճիշտ տեղում նետել, մի պահ կանգ առնել ու անտարբեր չլինել։ Հաճախ մարդիկ թերագնահատում են այս փոքր քայլերի արժեքը, որովհետև դրանց արդյունքը միշտ չէ, որ անմիջապես տեսանելի է։ Դու կարող ես ջուր թողնել ու երբեք չտեսնել այն թռչունին, որը հետո կխմի այդ ջուրը։ Կարող ես օգնել վիրավորված կենդանուն ու երբեք չիմանալ, թե ինչ եղավ նրա հետ հետո։ Կարող ես երեխային սովորեցնել բարի վերաբերմունք, բայց միայն տարիներ անց հասկանալ, թե որքան կարևոր դաս էր դա։ Բայց դա չի նշանակում, որ այդ քայլերը կարևոր չեն։ Ընդհակառակը, աշխարհում ամենամեծ փոփոխությունները շատ հաճախ սկսվում են հենց այն մարդկանցից, ովքեր մտածում էին, որ իրենց փոքր արարքը ոչինչ չի փոխի։ Եթե յուրաքանչյուր մարդ այսօր աներ ընդամենը մեկ փոքր բարի գործ կենդանիների համար, պատկերացրեք ինչեր կփոխվեր։ Քիչ կլինեին ծարավ կենդանիները, քիչ կլինեին վնասվածքները, քիչ կլիներ դաժանությունը եւ շատ կլիներ հոգատարությունը։ Գուցե այս պահին լսում եք ինձ ու մտածում. իսկ ես ինչ կարող եմ անել հենց այսօր։ Պատասխանը շատ պարզ է։ Պետք չէ սպասել հատուկ օրվա, մեծ հնարավորության կամ կատարյալ պահի։ Պարզապես ընտրեք մեկ փոքր գործողություն, մեկը, եւ արեք այն այսօր, որովհետեւ երբ խոսքը բարության մասին է, չափը միշտ չէ, որ կարեւոր է։ Երբեմն մեկ փոքր արարքը կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան մենք երբևէ կիմանանք։ Ես Փիսոն էի։ Շնորհակալություն, որ այս ամբողջ ընթացքում լսեցիք Փիսոն Podcast-ը, մտածեցիք, սովորեցիք եւ կարեւորագույնը, անտարբեր չմնացիք։ Եթե տեսանյութը օգտակար էր, բաժանորդագրվեք ալիքին։ Կիսվեք ընկերների հետ եւ օգնեք, որ այս պարզ, բայց կարեւոր ուղերձը հասնի ավելի շատ մարդկանց։ Մինչ նոր հանդիպում։ Եվ հիշեք, աշխարհը փոխվում է ոչ թե մեծ խոսքերից, այլ փոքր բարի գործերից։